Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոն թունիչները, Դարփինյանի ժամն եք դուք լսում։ Ես ձեզ կոչ եմ անում բաժանորդագրվել լրատվական ռադիոյի գործարար ալիքի եւ իհարկե Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին, հետեւել մեզ նաեւ չոր այլ սոցիալական հարթակներում։ Մեկ շաբաթ անցել է մեր նախորդ զրույցից, պարոն Դարփինյան, ինչ փոփոխություններ կան այս շաբաթ։ Ես կարծում եմ, որ ասեմ, որ չենք հասցրել նախազրույց նույնիսկ ունենալ, բայց ես կարծում եմ, որ դուք վստահաբար ուշադրություն դարձրել եք Տրամպի ու Զելենսկու երկու աթոռի վրա նստած թաղմանից հետո դիալոգին։ Ողջունում եմ բոլոր մեր դիտողներին եւ լսողներին եւ ասեմ, որ մենք նախազրույց գրեթե չենք էլ ունենում, այսինքն մենք ինչ որ խոսում ենք ուղիղ եթերով եւ այս պահի ռեժիմով։ Այո։ Այնուամենայնիվ Դավիթ ջան, ես կսկսեի ոչ թե Զելենսկուց ու Տրամփից, այլ Գագիկ Գինոսյանից, իմ ու քո լավագույն ընկերներից մեկի, վաղամերիկ եւ լուսահոգի Գագիկից, ինչու, որովհետեւ ամբողջ աշխարհը վաղը տոնելու է Պարի միջազգային օրը։ Եվ ես երեք շատ մեծ տպավորություն ստացա Կիրակի օրը, երբ ես տեսա, որ Կասկադում երևի մի 1000 հոգի հայ տղա ու աղջիկ սիրուն մարդիկ ուղղակի պար էին բռնել հայկական ազգային մեր տարազով եւ ազգային երաժշտության ներքո, դա ուղղակի եւս մի առիթ էր հիշելու Գագիկին եւ իր սխրանքը, որ ամբողջ կյանքը ինքը նվիրեց ըստ էության այդ հայկական պարարվեստի զարգացման եւ այդ ոգու ներարկմանը մեր երիտասարդության մեջ։ Ես կրկնեմ, որ առանց նման ոգու հնարավոր չի ոչ միայն պատերազմ հաղթել, հնարավոր չի երկիր կառուցել, անկախ պետականություն ունենալ եւ արժանապատիվ կյանք։ Այնպես որ Գագիկին անպայման պիտի հիշենք եւ ես հաշվի առնելով ոզում ես կամ կինոյի ուրեմն ցիտատով ասեմ, կարողապատայի մեզ հետևում են։ Այո։ Ես պիտի առաջարկություն անեմ, պարզ է որ դա նույնպես կմնա օդում, ինչպես բազմաթիվ մեր առաջարկությունները, ներկայիս կառավարության եւ անձամբ վարչապետ Փաշինյանին, Գագիկ Գինոսյանին պետք է հետմահու ազգային հերոսի կոչում տալ։ Ես կարծում եմ, որ նման քայլը բացարձակ կարևոր եւ տեղին կլինի եւ շատ ճիշտ ազդակ կլինի բոլոր նրանց, ովքեր որ ծառայում են հայ մշակույթին, հայ ոգուն եւ ասեմ նաեւ, որ ժամանակին եւս մեկ հերոսի վերաբերալ ես նման առաջարկություն արել էի նույնպես մնացօդում, խոսքը Կարեն Վարդայանի մասին է, նորից իմ ու քո լավագույն բարեկամներից մեկի, նույնպես լուսահոգի, որոնք իսկապես սխրանք էին կատարել, հասկանում եք, Գագիկը պարարվեստում ուրեմն Կարենը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընդհանրապես կոմպյուտերացման եւ մատաղ սերնդին դեպի կոմպյուտերային աշխարհ տանելու հիմա այսօր այն որ մենք միջազգային կլասիֆիկատոր կա այդ ուրեմն կոմպյուտերային հնարքների տարածվածության մասին եւ այդ բանում կլասիֆիկատորում մենք համարվում է որ բավական պատվարժան տեղ են գրավում 57-րդ տեղն ենք ամենայն դեպս առաջատար ենք ռեգիոնում եւ վրացիներն են մեզանից իդ եւ ադրբեջանցիներն են իդ կարծես թե բայց մենք չենք ասում որ չէ որ նման ծրագրերի առաջամարտիկներ եւ դրանց ներդրման գլխավոր ջատագովներ Կարենը Վարդանյան, որը մեծապես նպաստեց մեր մատաղ սերնդի ուրեմն ինտելեկտուալ զարգացմանը եւ ճիշտ դաստիարակմանը, այդ թվում նաեւ իր ազգային ազատագրական կերպարով, այսպես ասած, հա։ Այնպես որ այդ առաջարկությունը նորից համոզված լինելով որ մնում է օդում, ես այնուամենայնիվ բարձրաձայնում եմ դրա մասին, համարելով որ դա շատ կարեւոր է։ Ես մի բան եմ ուղղակի ուզում ավելացնել, միանալով իհարկե եւ ձեր կոչին եւ ձեր մնացած գնահատականներին լրատվական ռադիոյի երկու լուսահոգի հեղինակներին եւ մեր ավակ ընկերներին, իմ ավակ ընկերներին, ձեր ընկերներին, թե Գագիկը, թե Կարենը Վարդանյան հայկական հասարակությանը ցույց են տալիս, որ երբ որ մարդը մի բան իրականում ուզում է, ինքը հաջողում է։ Երբ որ Գագիկ Գինոսյանը նոր էր սկսում ուրբաթ օրերին ամեն ամսվա վերջին ուրբաթը այդ պարերի բաց դասերը աներ, ես դա հիշում եմ, իրանք ապարում էին 5 հոգով ու փողոցում անցորդները մտածում էին, որ այս մարդիկ խելագարներ են։ Այսօր այդ դասերին Գագիկը արդեն չկա, բայց
հազարավոր մարդիկ են մասնակցում ու հազարավոր մարդիկ են մասնակցել։ Դա միայն խոսում է նրա մասին, որ երբ որ մարդը իրականում նվիրված է ինչ-որ գործին, ինչ-որ գաղափարին, ինքը անպայման հաջողելու է։ Այո, Դավիթ ջան, մեկ վերապահումով, այդ խելագարությունը պետք է դրսևորվի ազգային հողի վրա, այո, ազգային հենքի վրա, եւ այդ պարագայում, այո, բան չկա, պատնես չկա, անպայման հասնելու ենք նպատակներին։ Հիմա կարծես այդ մոլագարությունը կամ խելագարությունը տեղափոխվել է քաղաքական դաշտ, որը ես չեմ ողջունում, այսինքն եւ որը եթե առավել եւս եթե ազգային հողի վրա չէ եւ ազգային հենքի վրա չէ։ Ուրեմն սա առաջինն է, ինչի մասին կուզեի այսօր խոսել։ Երկրորդը մենք անցանք ապրիլի 24-ը, ուրեմն հերթական ապրիլի 24-ը իր բոլոր ատրիբուտներով Պիտի ասեմ, որ երևի բոլորիս ուշադրությունից չվրիպեց, որ վարչապետի ուղերձում տերմինաբանական մի հնարք էր ուրեմն իրագործված մեծ եղեռն առաջին տեղում էր այդ ուրեմն անվանումը, դրանից հետո նոր գալիս էր ցեղասպանություն։ Դրանից բացի մենք տեսանք, որ Եվրամիության պաշտոնական ներկայացուցչությունը, որը աշխատում է Հայաստանում, Երևանում, սկզբից իր պաշտոնական էջում տեղադրել էր համապատասխան ուղերձ հայ ժողովրդին ուղղված, որտեղ կար genocide բառը, գենոցիդ բառը, այնուհետև նրանք խմբագրել էին եւ այդ genocide բառը հանել էին ուրեմն այդ տպագրությունից, որը անկեղծ ասած ոչ միայն պատիվ չի բերում Եվրամիության ներկայացուցչությանը տվյալ պարագայում եւ պիտի ընդգծեմ, որ հույն է դրա ղեկավարը ուղղակի ամոթ է եւ խայտարակություն է եւ Եվրամիության ներկայացուցչության համար դա խայտարակություն է, ես դա ասում եմ եւ իմ անունից եւ բազմաթիվ հայերի անունից։ Երրորդը մենք նկատեցինք, որ նախագահ Տրամպը եւս օգտագործեց մեծ եղեռն բարակապակցությունը, ես ուզում եմ հիշել, որ երկար տարիներ մենք ամբողջ Հայաստանով եւ ամբողջ Սփյուռքով փորձում ենք հասնել այն նպատակին, որպեսզի Միացյալ Նահանգների որևէ նախագահ իրերը կոչի իրենց անունով եւ այդ ոչրագործությունը Օսմանյան Թուրքիայում իրագործված հայ ազգի նկատմամբ կոչի իբրև գենոցիդ։ Ես հիշում եմ ինչպիսի դժվարությամբ ջամայկացի եւ աֆրիկացի խառնուրդ Օբաման արտաբերեց մեծ եղեռն ուրեմն բարակապակցությունը շատ մեծ դժվարությամբ եւ դա մենք համարում ենք ազգովի, որ մեծ նվաճում է, մեծ եղեռն ասաց Օբաման, վերջապես նախագահ Բայդենը ուրեմն իրերը կոչեց իրենց անունով եւ անվանակոչեց որպես գենոցիդ, բայց դա չխանգարեց Բայդենի օրոք ուրեմն խայտարակ պատերազմի սկսմանը եւ մեր այսպես ասած մեծ եղեռնի շարունակմանը, որովհետեւ եթե մենք ասում ենք մեծ եղեռն, մենք պիտի հասկանանք, որ այդ մեծ եղեռնը չվերջացավ 15 թվով։ Դա սովետական տարիներին շարունակվեց Նախիջևանի հայազատմամբ, որը մեծ եղեռնի շարունակությունն էր։ Դա պատմական հուշարձանների ոչնչացմամբ շարունակվեց։ Մեծ եղեռնը շարունակվեց Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ջարդերով։ Մեծ եղեռնը շարունակվեց Արցախի հայազատմամբ։ Չեմ ասում հայաթափում, որտեղ հայազատում տեղի ունեցավ պետական մակարդակով Ադրբեջանում։ Այսինքն մեծ եղեռնը չի վերջացել, այն շարունակվում է։ Եվ ցավոք սրտի ես չեմ կանխատեսում, որ դրան ինչ որ մի պահի վերջ է դրվելու մի դեպքում, երբ մենք կարողանանք մեր պետականությամբ եւ ազգովի այն հզորությունը ձեռք բերենք, որ որևէ մեկը ուղղակի նման պատրանք եւ ցանկություն չունենա, որ հնարավոր է ենթարկել հայերին ցեղասպանության։ Ինչ վերաբերում է տերմինին, ես կարծում եմ, որ որպեսզի այդ տեղի չունենա այդ զանազանումը, մեծ եղեռն թե ցեղասպանություն, մենք այնքան հայերենում պիտի օգտագործենք գենոցիդ տերմինը։ Մենք ուղղակի պիտի անվանենք իրենց անունով, որովհետև միջազգային պրակտիկայում եւ իրավական պրակտիկայում գոյություն ունի այդ գենոցիդ անվանումը, մենք պիտի այդ գենոցիդը չթարգմանենք։ Պիտի մենք մեր պաշտոնական ուղերձներում եւ արտահայտություններում ասենք, այո, տեղի է ունեցել գենոցիդ։ Հիմա
ցավոք սրտի մենք գենոցիդի վերաբերյալ մեր պետական քաղաքականության տեսանկյունից եւս ես խոսել եմ դրա մասին, կարծում եմ, որ մեկ անգամ եւս պետք է կրկնել, այնքան էլ հետևողական չենք։ Մենք անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենայն դեպս 0-ական թվականներին ամբողջ հայության ուժով հասնում ենք նրան, որ միջազգային ճանաչում ձեռք բերի այդ գենոցիդը եւ հասանք այդ նպատակին, որովհետեւ մոտ 30 երկրներ աշխարհի ըստ որում առաջատար երկրներից ճանաչեցին, որ Թուրքիայում տեղի ունեցել հայոց գենոցիդը։ Հիմա այսօրվա կառավարությունը հայտարարում է, որ այլևս այդ միջազգային ճանաչումը, որը նաև մեր անկախության հռչակագրում ֆիքսված է որպես ազգային նպատակներից մեկը, այլևս չի հանդիսանում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Շատ լավ չի հանդիսանում, բայց ինչու չի հանդիսանում։ Մենք պիտի ասենք, որ չի հանդիսանում մեկ պատճառով, որովհետև մենք հասել ենք միջազգային ճանաչմանը։ Հիմա մենք պիտի փոխենք նպատակը։ Մեր նպատակը այլևս ոչ թե միջազգային ճանաչումն է, այլ Թուրքիայի կողմից դրա ընդունումը, որը մենք այո հասկանում ենք երևի եւ պիտի հասկանանք, որ այսօրվա իրավիճակում դա հնարավոր չէ դրան հասնել, որովհետև այսօրվա Թուրքիան շատ իմաստներով շարունակողն է Օսմանյան կայսրության ուրեմն նրանց նպատակների եւ կարծես թե նրանք բավական հաջողակ են այդ իրենց ընթացքի մեջ, բայց մենք պիտի հասկանանք, որ մեր նպատակն է Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը, գենոցիդի ընդունումը։ Եվ քանի որ դրանից հետո եւ այդ կոնտեքստում խոսում են միշտ փոխհատուցման մասին, ուրեմն ինչպեսի վճար պիտի Թուրքիան այդ պարագայում նրանք չեն ընդունում, որովհետեւ վճար բան եւ այլ, ես կարծում եմ, որ պետությունը մեր ունի միայն մեկ խնդիր, որ պիտի ներկայացնի Թուրքիային։ Մենք պիտի ճանապարհ ստանանք դեպի նավահանգստեր, որովհետեւ պետությունը հենց գենոցիդի արդյունքում այսօրվա Հայաստան պետությունը չունի դեպի նավահանգիստներ համապատասխան ճանապարհ։ Այսինքն ճանապարհը միակ փոխհատուցումն է, որը պետական մակարդակով մենք կարող ենք ներկայացնել, ոչ թե թողնելով ճանապարհների բացումը Թուրքիայի, պաշտոնական Թուրքիայի քմահաճույքին, որպեսզի նա էլ ասենք ներկայացներ դա որպես հայ-ադրբեջանական կարգավորումից բխող ինչ-որ մի բան, այո, ածանցյալ ինչ-որ մի բան, այսինքն դուք կկարգավորեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները, կկատարեք Ադրբեջանի նախապայմանները, այդ դեպքում մենք կմտածենք, բացենք ձեր ճանապարհը, թե ոչ, այլ ոչ։ Առավել եւս որ տեսեք, բռնվելու տեղ էլ ունենք, էլի, ասենք Էրդողանը նույնպես ուղերձ հղեց հայ հանրությանը Թուրքիայի, այդ ուղերձում այնուամենայնիվ նա ընդունեց, որ բան է կատարվել, ինչ որ ողբերգություն է կատարվել, ճիշտ է ասեց, որ դա կատարվել է ինչ որ ռազմականացված զինված ուրեմն ապօրինի խմբավորումների կողմից եւ նույնպես ուրեմն ինչ որ համաճարակի ազդեցության տակ մարդիկ են զոհվել, օքեյ, մարդիկ զոհվել են, հայեր են զոհվել, 1.5 միլիոն հայ է զոհվել, ձեր ասածն է, ճանապարհ տվեք դրա դիմաց, հասկանում ես, այսինքն գոնե այս этаպում ինչ որ քննարկման թեմա կարելի է բարձրացնել, ոչ թե թողնել, նորից եմ կրկնում, ճանապարհների բացումը որպես ածանցյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որովհետև եթե նրանք անկախ պետություններ են, նրանք պիտի իրենց անկախ քաղաքականությունը վարեն, այլ ոչ թե ուրեմն միասնական ուժերով հայերի դեմ դուրս գան եւ մեր շահերի դեմ ուրեմն գործողություններ իրականացնեն։ Հաջորդը ինչի մասին ես կուզեի ասել այս կոնտեքստում գենոցիդի համընկավ այդ օրը հրեաների կողմից հոլոկոստի տարելիցի ուրեմն միջոցառումների հետ եւ ես նկատեցի, որ հրեաները այդ նշանաբանն էին վերցրել, never again, ոչ մի դեպքում որպես այլևս երբեք պիտի չկրկնվի։ Ես կարծում եմ, որ այդ նշանաբանը ավելի շատ կսազեր մեզ, քան իրենց, որովհետև մեր նկատմամբ գենոցիդը իրականացվել է 20-րդ դարում, առաջին անգամ հենց մեր նկատմամբ է իրականացվել եւ ես շատ եմ ափսոսում, որ մենք այդ նշանաբանը զիջել ենք հրեաներին, իրենք դա շատավ օգտագործում են իրենց արտաքին քաղաքականության մեջ
բոլոր իմաստներով ճնշում են գործադրում, մինչև անգամ տեսեք հասել են նրան, որ նախագահ Թրամփը դուրս է եկել ամերիկյան համալսարանների դեմ այդ հրեական հարցով, այսինքն ամերիկյան համալսարանները հիմա գտնվում են Թրամփի ադմինիստրացիայի մեծագույն ճնշման ներքո, միայն այն պատճառով, որ հանդգնել են կամ հանդգնություն են ունեցել ոմանք այդ համալսարաններից, որ պաշտպանել, ասենք, Պաղեստինի անկախությունը կամ արաբական աշխարհի հետ իրենց համերաշխությունը ցուցաբերել եւ այլ, բայց այդ never again-ը այլևս երբեք դա մեր նշանաբանը պիտի լիներ եւ մենք պիտի շատ ակտիվ լինեինք աշխարհի բոլոր կետերում որպես նախազգուշացում, որպես մի ազգ, մի ժողովուրդ, որ անցել է այդ դաժանագույն իրադարձության միջով, ուղղակի մենք կանխարգել էինք հետագա նման ընթացքը, ներկայացնեինք, իրազեկեինք, միջազգային կոնֆերանսներ իրականացնեինք, յուրաքանչյուր այն երկրում 30-ից, որոնք ընդունել են ցեղասպանության փաստը իրենց պարլամենտների մակարդակով, յուրաքանչյուր այդ երկրում մենք պիտի ինչ-որ անպայման տարեկան միջոցառում իրականացնեինք այդ օրը, միջազգային կոնֆերանսներ, հետազոտություններ, գրքեր հրատարակեինք, հասկանում եք, սա կնշանակեր, որ մենք հետևողականորեն շարունակում ենք մեր ճանապարհը, այլ ոչ թե կտրում ենք ինչ-որ մի գիծ, առավել եւս որ կտրելուց հետո չի երևում, թե մենք ինչ ենք շահում դրանից։ Մի զավեշտալի բան էլ ասեմ, որ Բելգիայի այն ժամանակվա վարչապետ 2015 թվականի դա Շարլ Միշելն էր, հանրահայտ, ուրեմն 15 թվականին Բելգիայի կառավարության անունից հայտարարեց, որ ընդունում է հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում եւ իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդի հետ։ Եվ այդ նույն Շարլ Միշելն է, որի հովանու ներքո մենք հանձնեցինք Ղարաբաղը, հասկանում եք։ Մեր կառավարությունը եւ վարչապետը ընդունեցին, որ Լեռնային Ղարաբաղը հենց Շարլ Միշելի հովանու ներքո, ճիշտ է, այնտեղ նաեւ Մակրոնն էր մասնակցում, Ֆրանսիայի նախագահը, բայց Շարլ Միշելի հովանու ներքո էր այդ ամեն ինչը տեղի ունենում, այսինքն դրանից հետո տեղի ունեցավ հայազատումը Լեռնային Ղարաբաղի, այսինքն նույն Շարլ Միշելը, որը ընդունել էր ցեղասպանության ոչրագործությունը, հայերի նկատմամբ Բելգիայի կառավարության անունից նույն այդ Շարլ Միշելը պատճառ դարձավ, որ հայազատվեց, խրախուսեց, այսինքն մեծ եղերնը շարունակվեց հենց նրա հովանու ներքո, ես ցավում եմ դրա համար, դա շատ տրագիկոմիկ, ուրեմն ինքը անձնավորություն է, պերսոնաժ է դառնում ընդհանրապես իմ կարծիքով համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ, եւ սա նույնպես մենք պիտի ներկայացնենք եւ խոսենք սրա մասին։ Եվ վերջինը, որը կապված է այդ ուրեմն ապրիլի 24-ի իրադարձությունների հետ, դուք նկատեցիք երևի Տիգրան Մանսուրյանին ուրեմն այդպես հարձակող արեցին, շրջապատեցին լրագրողները, ես կարծում եմ, որ մենք պիտի կոչ անենք լրագրողներին, մի էթիկական նորմ սահմանենք, ապրիլի 24-ը ինտերվյու վերցնելու համար չի, հասկանում եք, հիմա այնտեղ դուք տեսաք, ինչ-որ մարդիկ հատուկ զուգվում, զարդարվում, գալիս են այդ ուրեմն հուշարձանի մոտ, նախորոք իմանալով, որ իրենցից ինտերվյու են վերցնելու, պատրաստվում են, բան եւ այլն, հայելու արժեվ երևի ինչ-որ նաեւ աներ են անում, դերակատարում են ստանձնում, դա ուղղակի անթույլատրելի է եւ շատ տգեղ է, գիտեք, այդ օրը ինտերվյուների համար չէ, այդ օրը ուղղակի լուռ ու մունջ, ճիշտ այնպես ինչպես Տիգրան Մանսուրյանն էր, լուռ ու մունջ իր ծաղիկը վերցրած մոտենում ես եւ դու քո մտքերի հետ, դու քո նախնիների հետ, դու քո դարդի հետ, դու քո ազգային ցավի հետ, հասկանում ես, դա այն տեղը չի, որտեղ լրագրողները պիտի ուրեմն պահ մտնեն եւ փորձեն որսալ սրան կամ նրան, որպես ինչ-որ բան հարցնեն։ Բան ունեք հարցնելու, գոյություն ունեն այլ ճանապարհներ։ Ապրիլի 24-ը պիտի մենք զերծ պահենք նման ինտերվյուներից ընդհանրապես։ Սա իմ կոչն է լրագրողական համայնքին, առավել եւս, որ եթե չեմ սխալվում, 2009 թվականին ես դարձա ժուրնալիստների միության անդամ։ Սիրելի գոլեգա, Աստղիկ Գևորգյանի ձեռամբ, այն ժամանակ բավական
ռեգուլար ուրեմն տպագրվում է Նովոյ Վրեմյա թերթում եւ դրա, այսինքն դրա հիմքով մի քանի տարի շարունակ, եթե չեմ սխալվում, դրա հիմքով ինձ ընտրեցին ժուրնալիստների միության անդամ։ Պես որ իմ կոչն է գոլեգաներին, ուրեմն զերծ մնացեք, ապրիլի 24-ը ինտերվյու վերցնելու համար չի, լուռ ու մունջ դուք էլ ձեր ծաղիկները վերցրեք, գնացեք հուշարձանի մոտ եւ հիշեք ձեր նախնիներին եւ փորձեք հասկանալ ինչպես անել, որպեսզի հետագայում նման ոչրագործությունների զոհ չդառնանք։ Դուք հիշատակեցիք Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը մայր տաճարում բանի Վատիկանի, դե որևէ նոր բան այնտեղ տեղի չունեցավ, ուղղակի ես պիտի մեկ անգամ եւս արձանագրեմ Ուկրաինայի շատ հստակ մոտեցումը։ Ուկրաինան երբեք որպես պետություն, տեսեք, չի համաձայնվել փոխանցելու սովետական միության ակտիվները Ռուսաստանին։ Երբեք, մինչև այժմ դա չի ստորագրել այդ։ Այսինքն մինչև այժմ Ուկրաինան ունի հավակնություններ, ենթադրենք նախկին սովետական միության դեսպանատների ունեցվածքի եւ արտասահմանում ուրեմն արտասահմանում խորհրդային գույքի վրա, այո, գույքի եւ ակտիվների վրա նրանք չեն ստորագրել այդ այսպես կոչված զրոյական տարբերակը։ Զելենսկին մեկ անգամ եւս հայտարարեց, նա շատ էր հայտարարել դրա մասին եւ իմիջիալից ցանկացած Ուկրաինայում չկա մի քաղաքական գործիչ կամ մի քաղաքական հոսանք, որը երբևիցե համաձայնվի տարածքների կորստի հետ։ Անգամ եթե խոսքը գնում է Ղրիմի մասին, որը իսկապես երբևիցե չի եղել ուկրաինական բացի։ Այսօր վեճն է դա, չէ՞, ասում են դուք թղթով ամրագրեք, որ Ղրիմը ձերը չի եւ մնացածը ուկրաինացիները ասում են անհնարին է, եկեք կռվենք մինչեւ վերջին մարտը։ Այդտեղ վեճ չկա, այդտեղ ուկրաինացիները ասում են մենք երբեք չենք ընդունելու, որ սա մերը չի։ Ուրեմն մենք պատրաստ ենք ընդունելու, որ դե ֆակտո սա այս պահին մերը չի, բայց դե յուրը մենք երբեք չենք ընդունելու։ Այսինքն թող անցնի 100 տարի, 1000 տարի, 10000 տարի, բայց ինչ որ մի պահ կառաջանա, երբ այդ մեր չընդունածը, այն որ մենք այսօր չենք ընդունել, կարող է պատահի ի նպաստ մեզ աշխատի եւ կարող է պատահի մեր 1000-րդ հետնորդը կարողանա ետ բերի Ղրիմը, ասենք տվյալ դեպքում, էլի մեկ անգամ եւս սա ցույցիչ է, որ մենք իհարկե պաշտոնապես չպիտի ընդունենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, որովհետեւ մենք կարող ենք ընդունել, որ դե ֆակտո իրավիճակն այնպեսին է, որ այո, մենք ընդունում ենք դե ֆակտո իրավիճակը եւ պատրաստ ենք դե ֆակտոյի տակ համապատասխան համաձայնությունների գալ, բայց դե յուրե կարգավիճակի ընդունումը տեսանք, որ բերեց հայազատման, բերեց գենոցիդի շարունակման, մեծ եղերնի շարունակման եւ նորից Ուկրաինայի օրինակը անգամ աշխարհի տեսնում եք Միացյալ Նահանգները այլ երկրները միգուցե հիմա փորձում են համոզել ուկրաինացիներին գնացեք խաղաղության, գնացեք կնքեք, ընդունեք, որ գոնե Ղրիմը, չեք տեսնում, որ Ղրիմը երբևիցե չի վերադառնաց այս։ Ասում այո, տեսնում եք, բայց ընդունել չենք կարող, հասկանում եք։ Հիմա ես կարծում եմ, որ դա այդպես էլ կշարունակվի, այսինքն ցանկացած խաղաղ բանակցություններ, խաղաղության վերաբերել պայմանագիր կունենա այդ դրույթը, որ դե ֆակտո դա գտնվում է Ռուսաստանի տիրապետման ներքո, դա կարող է ընդունել, ասենք դե յուրե, օրինակ Միացյալ Նահանգները կարող են ընդունել, որ Ղրիմը ուրեմն Ռուսաստանի մաս է։ Իմիջիալ ժամանակին ես նույնպես հարցականի տակ էի դրել, այսինքն արդյոք Հայաստանը չպետք է այստեղ որևէ դիրքորոշում հայտնի, որովհետև Ղրիմը միշտ եղել է ռուսական, հասկանում եք, դա չի, այսինքն թուրքերն ասում են եղել է թուրքական, բայց ասենք ուկրաինական որ չի եղել, էլի, ասենք դա ուկրաինական եղել է միայն Խրուշչովի կողմից, ասենք այդ համապատասխան բանը ստորագրելուց, կարգադրությունը ստորագրելուց հետո։ Ամեն դեպքում Ուկրաինան չի ընդունելու դա եւ ես կարծում եմ, որ ցանկացած խաղաղության բանակցություն կավարտվի միայն նրանով, որ դե ֆակտո կընդունվի այսօրվա իրավիճակը, բայց դե յուրե դա երբևիցե չի ընդունվի ուկրաինացիների կողմից։ Ամբողջ աշխարհն էլ ընդունի, ուկրաինացիները չեն ընդունի, հասկանում եք։ Հիմա ամբողջ աշխարհը եթե անգամ ընդունում էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը դե յուրե Ադրբեջանը, մենք պիտի չընդունենք։ Մենք պիտի ասենք, որ դե ֆակտո իրավիճակ կա, որի հետ մենք համակերպվում ենք, որը մենք պատրաստ ենք քննարկել։ Գիտություն ենք ընդունում, որ այս պահին սիտուացիան այսպիսին է։ Բայց դե յուրե ընդունելը իմ կարծիքով սխալ էր եւ նորից անդրադառնամ Շարլ Միշելին, որը
իմ կարծիքով եւ այ պատմության մեջ կմնա որպես տրագի կոմիկ մի պերսոնաժ, ոչ լուրջ։ Իմիջիալոց նրա մասին որևէ տեղեկություն չկա, նա դրանից միաժամանակ անց ուղղակի պաշտոնաթող եղավ եւ որևէ այլ ակտիվություն քաղաքական դաշտում, միջազգային դաշտում նա չի դրսևորում, ես կարծում եմ չի կարողանա դրսևորել, որովհետեւ սա նրա ամենամեծ տապալումներից մեկն էր, որպես միջազգային դիվանագետ։ Հաջորդ հարցը ուրեմն իրադարձությունը, որը տեղի ունեցավ եւ շատ աննկատ անցավ, դա անցյալ շաբաթ, դա մեր գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովն էր։ Ես ցավում եմ դրա համար, որ դա դարձել է մի աննշան իրադարձություն հայ իրականության համար, այնինչ դա պիտի որ լիներ մեր ազգային ինտելեկտուալ սերուցքի ուրեմն ներկայացումը, նրանց կողմից համապատասխան գնահատականները, զեկույցները, որոնք պիտի ունենային անպայման պրոբլեմային բնույթ, հասկանում եք։ Գիտությունների ազգային ակադեմիան ցավոք սրտի վերածվել է ավելի շատ գծորդի, պետական ինչ-որ մի կառույցի հիմնարկի, չինովնիկական մոտեցմամբ, իհարկե այնտեղ կան բազմաթիվ լուրջ կարգին գիտնականներ, որոնք ծառայում են գիտությանը եւ փառք իրենց, որ կարողանում են պահպանել համաշխարհային գիտության մեջ մեր դիրքերը, հատկապես բնագիտական ոլորտում, ֆիզիկայի, ֆիզիկական քիմիայի, քիմիական ֆիզիկա-քիմիա, մաթեմատիկա ծրագրավորում բավական առաջ չենք։ Մենք ամենայն դեպս նախկին խորհրդային պետություններից միայն զիջում ենք Ռուսաստանին եւ ինչ որ չափով Ուկրաինային, հիմա կարծում եմ, որ մենք Ուկրաինային արդեն անցել ենք իրենց պատերազմական գործողությունների պատճառով այդ հանգամանքով դրդված, մենք երկրորդ տեղն ենք գրավում մեր տեսակարար կշռով գիտական նվաճումների եւ ներկայացված նյութերի համար, բայց ես եմ ասել, որ ցավոք սրտի հիմա գնում է նաեւ ակադեմիայի, այսպես ասած, ինչ ասեմ, անդամահատումը, ինչու, որովհետև նոր օրենքի գիտության եւ կրթության մասին նոր օրենքի շրջանակներում ակադեմիան կդառնա ընդամենը ֆոնդ, ակադեմիկոսները կընտրվեն ընդամենը նոմենկլատուրային, այսպես ասած, գիտաչափական ինչ-որ ցուցանիշներով, ստատիստիկ, այսպես ասած, նյութերով, ով ինչքան որտեղ ինչ է հրապարակել եւ այլն։ Սա նշանակում է, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ այլևս երբեք չի կարող դառնալ, ասենք, չէր կարող դառնալ, ասենք, Մարտիրոս Սարյանը, Սիլվա Կապուտիկյանը, հասկանում եք, ուրեմն երբեք Ավետիք Իսահակյանը, այսինքն սա նշանակում է, որ ակադեմիան դառնում է ընդամենը գիտաչափական ինչ-որ մի հիմնարկ, որը պիտի ֆիքսի գիտաչափական իր ցուցանիշները, հասկանում եք, եւ ես ցավում եմ դրա համար, որպես նաեւ ակադեմիայի ճիշտ է թղթակից անդամ, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ եթե նման հնար կլիներ դադարեցնել անդամակցությունը, ես դա կանեի։ Առավել եւս, որ ես ստացա ուրեմն հրավերքը դրան մասնակցելու, բայց մասնակցություն չբերեցի, չգնացի ես մասնակցության, ինչու, որովհետև հրավերքի մեջ գրված էր հետևյալը, ուրեմն հրավիրվում եք պարոն Դարբինյան Իվան, բայց ուրեմն խնդրվում է ներկայանալ 1 ժամ առաջ։ Ես հասկացա, որ այդտեղ ուրեմն ինչ-որ մեծամեծների ներկայություն պիտի լինի, 1 ժամ առաջ պիտի գնաս, որպես քեզ խուզարկեն, ուրեմն հետո ներս թողնեն, որովհետև ուրեմն համապատասխան մարդիկ, ես չգիտեմ էլ թե ով, իրենց ուրեմն անվտանգության ծառայությունով պիտի մասնակցեն եւ բացարձակապես անհարիր է իմ կարծիքով, եթե ակադեմիկոսներին պիտի շմոն անեն, որ մի ժամ առաջ ներս թողնեն, որտեւ ինչ որ մարդ է գալու, հա, շատ կարեւոր մարդ, ես կարծում եմ, որ ակադեմիայի որակը եւ քաշը կլիներ այնպեսին, այսինքն արժանին ակադեմիա, երբ ակադեմիկոսները նստեն, ինչ-որ մի չինովնիկ, որ գալիս է շմոնանային, նոր թողնեն, հասկանում ես, ակարակը պիտի։ Այո։ Ես համարեցի, որ այդ մի ժամ առաջ ուրեմն գնալը, որպեսզի քեզ խուզարկեն եւ ներս թողնեն, եւ դու մի ժամ սպասես մինչեւ ինչ-որ մեկը գալու է, իմ համար դա ուրեմն անընդունել էր։ Ես նույն պատճառով իդեպ չեմ մասնակցել
տարբեր նախագահական բաներին, միջոցառումներին հրավերք ստացել եմ, բայց չեմ մասնակցել, այդ թվում ինաուգուրացիայի տարբեր նախագահների ինաուգուրացիային, այդտեղ ընդհանրապես գրում են 2 ժամ, մի ժամ ու կես շուտ եւ այլն, կամ ինչ-որ մի, ասենք, միջոցառումների, որտեղ պիտի գնաս քեզ շմոնաներ, որ ներս թողնեն, իմ կարծիքով դա անձնային արժանապատվությունից ցածր է։ Եվ իհարկե ցավում եմ ակադեմիայի համար, առավել եւս այդ ուրեմն նոր փոփոխությունների արդյունքում ակադեմիան կզրկվի իր ինստիտուտներից, գիտական հաստատություններից եւ կդառնա ընդհանրապես ակումբ, որտեղ ուրեմն խոսքի իրավունք չեն ունենալու ճարտարապետները, երաժշտագետները, կոմպոզիտորները, նկարիչները, հասկանում եք, գրողները, բանաստեղծները, որ ես համարում եմ արդեն ակադեմիայի կդադարի պետության հիմնական think tank-ը լինելուց, որը պիտի լիներ, հա, երևի։ Պետության, չէ, երկրի խիղճը, դա ոչ միայն գիտական միտքն է, դա ոչ միայն գիտությունն է, դա ոչ միայն նվաճումներն են գիտական, դա նաև խիղճն է։ Ակադեմիան դադարել է այդ խիղճը լինելուց եւ անկեղծ ասած ինձ այլևս առանձնապես պատիվ չի բերում այնտեղ անդամակցելը, դիմելու եմ հավանաբար ինչ-որ ինստիտուցիոնալ մեթոդների, որպեսզի ուրեմն դուրս գամ այդտեղից։ Ես խոսեցի Թրամփի կողմից համալսարանների նկատմամբ այդ գրոհի մասին, որը իսկապես շատ անեկդոտային հիմա իրավիճակ է ստեղծել։ Համալսարանները Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես աշխարհում ազատ համալսարանները հայտնի են որպես ազատ մտքի եւ ազատ խղճի գեներացման կենտրոններ։ Նրանք պիտի անպայմանորեն զերծ մնան քաղաքական, գեոքաղաքական, միջազգային ինչ որ քաղաքական տենդենսներից եւ պիտի ներկայացնեն միտքը եւ խիղճը գիտնականի։ Հիմա ընդունված է համարել, որ ամերիկյան համալսարանները հիմնականում լիբերալ դեմոկրատական ուղղվածություն ունեն եւ այդ է պատճառը, որ Թրամփը նման հարձակում է գործել, որովհետեւ այնտեղ հենց գեներացվում է դեմոկրատական կուսակցության միտքը եւ այլն, բայց դա բացարձակ անհեթեթություն է, որովհետեւ այո, համալսարանը պետք է ազատ լինի։ Ընդհանրապես Թրամփին խորհուրդ կտա եւ ամերիկյան ադմինիստրացիան, եթե ուզում են կառավարել եւ ադմինիստրատիվ ուրեմն վերահսկողության տակ վերցնել համալսարանները, թող մեր օրինակին հետևեն, Հայաստանը շատ տեխնիկական օժանդակություն կարող է ցուցաբերել, թե ինչպես է պետք քաղաքականապես ենթարկել համալսարանները իրենց։ Ուսուցիչ խորհուրդների կուսակցականացում, բան, մենք լավ պրակտիկա ունենք։ Համալսարանները հիմա բոլորը քաղաքականացված են, բոլոր համալսարանները, ոչ միայն հիմա, միշտ էլ եղել է, հիմա առավել եւս այդպես է։ Համալսարանները ունեն հոգաբարձությունների խորհուրդներ, այսպես կոչված, որոնք որ ղեկավարում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ազատ մտքի եւ ազատ խղճի տարածքներ դատարել են լինելուց համալսարանները, որը շատ ողբալի է, որտեղ ուժեղ պետությունը ազատ համալսարաններով է ուժեղ նաեւ ոչ միայն զորքով, ոչ միայն զենքով, ոչ միայն պարով, նաեւ ազատ համալսարաններով։ Ես ցավում եմ դրա համար, ցավում եմ նաեւ այն բանի համար, որ հայ-ռուսական համալսարանը, որին ես նվիրել եմ իմ կյանքի 22 լավագույն տարիները, հիմա նույնպես վերակազմավորման փուլում է գտնվում։ Ներկայացրել են մի միջպետական նախագիծ, որով համալսարանի կառավարող մարմին է դառնում 12 հոգուց բաղկացած չինովնիկական 6 հոգի Հայաստանի կառավարության կողմից ներկայացված, 6 հոգի Ռուսաստանի, այսինքն դառնում է, հասկանում եք, դառնում է բացարձակ պոակ էլի ինչ որ տենց մի բան էլի պետությանը կից հիմնարկ, համալսարանը հիմնարկ լինելու իրավունք չունի։ Այդտեղ ուղղակի մենք գնում ենք ուղղակի մենք ձախողում ենք այն ինչ որ կարող էր լինել։ Հա, ես մշտապես եղել եմ ազատ համալսարանի կողմնակից, համալսարանների ընդհանրապես եւ ստեղծել եմ նման համալսարան, ես ցավում եմ, որ հիմա ընթացքը գնում է լրիվ այլ ուղղությամբ եւ դա կարծես որևէ մեկին չի հուզում այս երկրում։ Հաջորդ թեման Ալիևի Չինաստան կատարած այցն է։ Պիտի ես ձեզ ասեմ, որ շատ տպավորված եմ այդ այցով, շատ ընկերական, բարեկամական այց էր։ Դա ընդգծվում էր նաև նրանով, որ Ալիևը մենակ չէր գնացել, միայն տիկնոջ հետ չէր գնացել, գնացել էր աղջկա հետ եւ թոռների հետ, հասկանում եք, եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը
Ալիևի թորներին հատուկ ջերմությամբ ողջունեց, պատատվեց, գրկեց նրանց եւ այլն, սա ուղղակի ժեստեր չեն, սա բարեկամական ժեստեր են, այնտեղ ստորագրվեց նորից ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, շատ լայնածավալ, բոլոր առումներով, եւ ես ցավում եմ այն բանի համար, որ փաստորեն դա նշանակում է, որ հաշվի առնելով Ալիևի այսօրվա կեցվածքը մեր նկատմամբ, նրա համագործակցությունը Չինաստանի հետ գրեթե փակում է Չինաստանի եւ Հայաստանի հետագա ռազմավարական համագործակցության հեռանկարները։ Ես ցավում եմ դրա համար, այսինքն դա նշանակում է, որ մենք առավելապես պիտի հիմա ապավինենք հայ-հնդկական հարաբերություններին, որովհետեւ Հնդկաստանի հետ ռազմավարական համագործակցությունը կհամարեի այսօր մեր կարևորագույն նպատակներից մեկը արտաքին քաղաքականության, հենց այս կոնտեքստում։ Դեռ էլ ոնց որ խառն են, բայց պարոն Դարբինյան, Պակիստանի հետ ասենք ինչ որ բաներ կատարվում են այնտեղ, ես կարծում եմ, որ աշխարհը թույլ չի տա այնտեղ շատ մեծ ուրեմն լարվածություն, միշտ ծանր է եղել Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները, ոչ միայն Կաշմիրի ուղղությամբ, ընդհանրապես միշտ ծանր են եղել, շարունակելու են ծանր լինելու, բայց ես չեմ կարծում, որ այնտեղ արդեն իրավիճակը կզարգանա դեպի լայնածավալ պատերազմ, բայց հայ-հնդկական հարաբերությունների ստրատեգիական բնույթը ես ուզում եմ ընդգծել, դրա անհրաժեշտությունը մեզ համար, հատկապես ուրեմն ադրբեջանա-չինական հարաբերությունների ստրատեգիական բնույթի ֆոնին, եւ պիտի հորդորեմ, որպեսզի մեր արտաքին գերատեսչությունը ամենայն լրջությամբ վերաբերվի այս հարցին։ Իհարկե պիտի ընդգծեմ, որ վերջապես Չինաստանը դեսպան նշանակեց Հայաստանում, որը 10 ամիսներ եւ ավել ժամանակահատվածում դեսպան չունենք եւ դա խայտարակություն էր եւ դա նույնպես Չինաստանի արձագանքն էր, այսպես ասած, երևի թե մեր ոչ այնքան հրապուրիչ կեցվածքով, ընդհանրապես չինական ծրագրերի նկատմամբ, բայց լավ է, որ հիմա դեսպան է նշանակվել, եթե ինչ-որ բան կարողանանք ետ բերենք, փորձենք ետ բերել։ Պիտի ասեմ, որ ադրբեջանա-չինական այդ դեկլարացիան, որը ստորագրվեց Պեկինում, սեպարատիզմի դեմ, այսպես ասած, այսինքն այնտեղ ադրբեջանական ամբողջ օրակարգը ինչ կա մեր դեմ, էլի, հա։ Ոչ միայն Ադրբեջանը, ասենք, հատուկ ընդգծում է, որ նա Թայվանը իրավունք չունի գոյության, մեկ Չինաստանը եւ Չինաստանն է, այլ ոչ թե Թայվանը, եւ այդտեղ սեպարատիզմի թեման նրանք առաջ են տանում, այդ թվում նաեւ ուրեմն այդ զտումը, հայազտումը, որ իրականացրեցին, իրենք դրանով արդարացնում են, որովհետեւ կարծես թե դա եղել է պայքար բանի դեմ, սեպարատիզմի դեմ։ Այնուամենայնիվ ես պիտի ընդգծեմ կարևորությունը, նորից եմ կրկնում, հայ-հնդկական հարաբերությունների զարգացման եւ դրանց արդեն ստրատեգիական կշիռ տալու անհրաժեշտության վրա։ Հաջորդը պիտի ասեմ, որ ես նկատեցի, որ կրթության նախարարը, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարը առաջարկությամբ է հանդես եկել մետրոյի երիտասարդական կայարանը անվանակոչելու, անվանափոխելու Ավետիք Իսահակյանի անունով։ Կարծում եմ քաղաքապետարանն է առաջարկե։ Ես կարծացի, որ նախարարը ԿԳՄՍ-ին, կարծես թե ինչ-որ տես դիալոգ կա։ Քաղաքապետարանը առաջարկել ավելի վատ քաղաքապետարանի համար։ Ինչու, որովհետև ես կարծում եմ, որ վարպետը Ավետիք Իսահակյանը կատեգորիկ դեմ կլիներ Երևանի երիտասարդազտմանը։ Հասկանում եք, սա ուղղորդված է, հաստատ համոզված եմ, որ հայաստանյան մի օր մի կառավարություն անպայման ետ է բերելու, եթե անգամ հիմա անվանակոչվի, անպայման ետ է բերելու, մենք իրավունք չունենք Երևանը դիտարկել որպես երիտասարդներից զտված ինչ-որ մի տարածք, ուսանողներից, ուսանողությունից զտված, ակադեմիական քաղաքի գաղափարը կարելի է իրագործել այնտեղ տեխնոլոգիական բարձր սարքավորումներով օժտված հետազոտական ինստիտուտներ տեղակայելով, այլ ոչ թե ամբողջ ուսանողությունը Երևանից տանելով դեպի աշտարակ, դա բացարձակ, ինչ ասեմ, դա բարբարոսական գործողություն է Երևանի համար։ Երևանի նկատմամբ, եթե Երևանի քաղաքապետարանն է նման որոշում կայացրել, ուրեմն հավաքանու բոլոր անդամները պատասխան են տալու ինչ որ մի պահի
երիտասարդազտման քաղաքականություն իրականացնելու համար, նրանք դրա իրավունքը չունեն։ Մեր նախնիները, փառապանծ այդ մետրոյի կառուցողները եւ ղեկավարները Երևանի զոնավորման հետ կապված որոշում են կայացրել, սա երիտասարդների տարածք է եւ երիտասարդական։ Այդ ճարտարապետությամբ էլ ինքը սարքվել է, էլի, այսինքն հիմա Իսահակյանի անունով պետք չի հիմա փակվել, էլի, Ավետիք Իսահակյանը մեր մեծությունն է, բնականաբար, հիմա ասում են Իսահակյան փողոցի վրա է դա գտնվում, մետրոյի կայանը, հիմա ուզում են ծածկվել Իսահակյանի անունով, պետք չի ծածկվել, Իսահակյանը ուրեմն իր տեղն ունի մեր սրտներում եւ Իսահակյանը կատեգորիկ դեմ կլիներ նման որոշման։ Հիմա ես ուզում ասել, որ վաղ թե ուշ այդ որոշում, եթե հիմա ընդունելու են այդ որոշումը, վաղ թե ուշ նորից հետ է բերվելու, վաղ թե ուշ հետ է բերվելու, պատրանքներ չունենան։ Մահացավ Զուրաբցերը Տելին, վրաց շատ նշանավոր մարդ էր, շատ կարևոր մարդ էր վրաց ռուսական հարաբերություններում, մշակութային դիվանագիտությունը հասցրել էր ամենաբարձր մակարդակի, Ծերետելի միջոցով էին լուծվում շատ ու շատ քաղաքական հարցեր ռուս-վրացական, Ծերետելին լուրջ մարդ էր, լուրջ անձնավորություն էր եւ ես չտեսա, որ Հայաստանը ինչ-որ մասնակցություն ունենար, ցավակցության խոսք չտեսա, ուրեմն ես չտեսա մեր մշակութային գործիչների կողմից ինչ-որ արձագանք, դա շատ ցավալի է, դա նորից նշանակում է, որ մեր հայ-վրացական հարաբերությունները միգուցե մենք ինչ-որ նպատակներ ունենք, բայց ես տեսնում եմ, որ անհաղորդ ենք մենք պիտի առաջինը լինենք եւ ցավակցողների եւ այնտեղ մասնակիցների շարքում, ես չտեսա, որ մասնակիցներ կային պաշտոնական Հայաստանից, Ծերետելին լուրջ հանձնարարություն էր եւ մենք պարտավոր ենք դրա մասնակցություն ունենալ։ Մեկ այլ մշակութային միջոցառում տեղի ունեցավ շատ կարևոր արդեն հայանպաստ մեր լավագույն քանդակագործներից Վիգեն Ավետիս, որը նաև Իտալիայի քաղաքացի է, Իտալիայում Կորվիլիա քաղաքում իր հուշարձանը ներկայացրեց, հերթական հուշարձանը, ես կարծում եմ, որ դա եւ հայ արվեստի եւ հայ մարդու հաղթանակն էր Իտալիայում, հասկանում եք, հենց այն քարից, այն մարմարից, որով իր կոթողներն է կերտել Միքելանջելոն, հիմա աշխատում է մեր Վիգենը, հասկանում եք, մեր լավագույն հայերից Վիգենը, եւ մենք Վիգենին պիտի փառաբանենք ուղղակի իմ կարծիքով, եւ նույնպես ես չտեսա մեր պաշտոնական Երևանի որևէ անդրադարձ, մի քանի ընկեր ներկա են, ես ցավոք սրտի անձամբ չկարողացա ներկա լինել հարգելի պատճառներով, բայց ես պիտի ողջունեմ հիմա հրապարակային Վիգենին եւ հորդորեմ, որպեսզի մեր պետությունը համապատասխան արժանին մատուցի։ Եվ վերջացնեմ ուրեմն Հռոմի Պապի հուղարկավորության այդ ծիսակատարությունով նորից անեկդոտիկ իրավիճակ էր, ուրեմն Թրամփին նստացրել են երրորդ շարք, հասկանում եք, ինքը ասաց, ասենք ոնց երրորդ շարքում էլի, ոնց երրորդ շարք, ուրեմն ինքը բանը, եթե հիշում եք, Ելիզավետան Անգլիայի թագուհին, որ մահացել էր, հուղարկավորությանը մասնակցում էր Բայդենը, որին նստացրել են 14-րդ շարք, հիմա Թրամփը միշտ նախատում էր ձեռ էր առնում բանին էս Բայդենին, որ ոնց կարելի 14-րդ շարք են նստացել, հիմա իրեն նստացել են երրորդ շարք, իմիջիալից Բայդենը եւս ներկա էր Հռոմի Պապի բանին, ուղարկավորությանը, ուրեմն Թրամփին ասում են, բայց Բայդենի հետ հանդիպեցիք, Զելենսկիի հետ հանդիպեցիք, դա չէ, ասում է, իրա դիշ պիտի հանդիպեմ, ինքը հեռու էր նստած։ Ինքը ինչպես միշտ ասում է, հեռու էր նստած, ես հիշեցի, որ բանը ճիշտ նստելը կարևոր է եւ ընդհանրապես հարողակարգային ճիշտ նստելու, սխալ նստելու պատճառով, օրինակ ժամանակին Ստեպաշինը չդարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Այսինքն ինքը բանը չէր հանդգնել ճիշտ նստել, ինքը համեստորեն սխալ էր նստել, այսինքն ավելի հեռու էր նստել։ Դա Ելցինին հուշեց ուղղակի, որ այս մարդը այդքան բան չունի, վճռականություն չունի եւ իրեն չի կարելի թողնել իշխանությունը։ Մեզ մոտ էլ չէ դեպքեր պատահել, երբ ինչ-որ մեկը սխալ էր նստել եւ քաղաքապետը ուրեմն պաշտոնից զրկվեց դրա պատճառով։ Ճիշտ նստելը նույնպես արվեստ է։ Այո, ճիշտ նստելը արվեստ է, սրանով ավարտենք։ Այս բանով հումորով եմ ասում, իհարկե, շնորհակալություն։ Սա Դարփինյանի ժամն էր, հաջորդ շաբաթ կհանդիպենք, շարունակեք լսել Գործարար ալիքը։